Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինչն է խանգարում, որ դուք հիմա տակ այդ ստորագրությունները, որովհետև մի քանի օրից էլ սկսվի այդ process-ը, որտեղ իրենք ասում են անպայման փողոցային պայքար լինելու է, վստահենք, դա սկսել է։ Ինչն է խանգարում, ինչու է ձեզ համար սկզբունքային, որ դուք հենց հիմա չեք ստորագրում, այլ սպասում եք այդ պայքարը լինի։ Ես ասում եմ, որ հենց հիմա ստորագրելով, այսինքն ստորագրել ենք, բայց ինչ-որ մի ձևաթղթի վրա այդ սա հավաքելով եւ նույնը գործընթացը չի փողոց։ Ուզում եմ, այսինքն ներկայացրել է ծրագիրը, մենք տվել ենք հարցեր, գիտեք, այս հարաբերությունները մենք շատ ազատ, ասես մի քիչ շատ պաշտոնականացրին, պաշտոնական բանակցություններ երկու խմբակցությունների մեջ։ Մենք 5 տարի բանակցում ենք, խոսում ենք, մենք մամուլի միջոցով իրար հետ չենք շփվել, մենք միասին տասնյակ process-ներ են գեներացրել, աշխատել ենք, ասես մի քիչ շատ պաշտոնականացվեց, չգիտեմ։ Այն ժամկետների իմաստով վերջնական հստակություն չկա, մեկ, եւ երկրորդ հայտարարությունը, որը նորից եմ կրկնում, պարոն Հայկ Մամիջանյանը արեց, նաեւ որ իմ համար եւս հետաքրքիր էր, որ process-ը նույնիսկ եթե 36-ը ունենանք, հիմա ճիշտ չի որ խորհրդարան մտնան։ Սա էլ է հետաքրքիր տարբերակ, սա ենթադրում է, որ ոչ թե պետքա կենտրոնանալ Հայաստան խմբակցության վրա եւ փորձել հարցալ ուղղությամբ տանել, խնդիրը ուրիշ տեղ է, պետքա ջանքերը կենտրոնացնել եւ իրոք փորձել համապատասխան ստորագրությունները ունենալ, որ այս գործընթացը տանել առաջ։ Եթե բոլորի հասկացողությունը սա է, մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ քայլել։ Եթե հասկացողությունը կլինի այլ ու սլակները կուղան այլտեղ, մենք էլ ըստ այդմ կարձագանքենք։ Պարոն Սաղաթելյան, սլակները ոչ միտեղ չտանելով, նայեք, կարծես թե կա կոնսենսուս, բայց դրան զուգահեռ նաև չկա կոնսենսուս, որովհետև Հանրապետական կուսակցությունը ասում է ստորագրությունները տանք, զուգահեռաբար սկսվի փողոցային պայքարը։ Դուք ասում եք սկսվի փողոցային պայքար, հետո մուտք անենք ստորագրությունը։ Այդ դեպքում այս ճակերտավոր ասված բանակցությունները ինչի համար էին, ինչ Տեսեք, մի շարք հարցերի մասին մենք խոսել ենք։ Օրինակ, առաջին հարցը փորձել ենք հասկանանք, այդ երկու ստորագրությունը կա, թե չկա։ Երկրորդը ժամկետների հետ կապված ասեցի, հարցրել ենք, պատասխաններ ստացել ենք։ Երրորդը ծրագիրը, այսինքն անտրամաբանականը նա կլիներ, որ մենք այդ հարցերը մեր գործընկերներին չուղենք, այսինքն 28 պատգամավոր ամենամեծ խմբակցությունը մտնում է մի, այսինքն գործընթացի քննարկման մեջ, բայց հարցերի պատասխանը չիմանանք։ Հիմա ասեցի, այդ հարցերը տվել ենք եւ պատասխանները ստացել ենք։ Այդ ձևակերպումից, Ես չասեցի գոհացրել է կամ չէ, ես ասեցի մեր տեսակետը որն է, ներկայացրեցի իրենց տեսակետը որն է։ Մենք փողոց, գործընթաց, դրանք շատ փոխկապակցված աշխատանք է։ Այս պահին ստեղ ունենք անհամաձայնություն իմիջիայլոց։ Մեր գնահատմամբ կա impeachment սկսելու գործընթացի նախաձեռնության մասին հայտարարություն, դա գործընթացի կվերածվի այն ժամանակ, երբ որ կլինի համապատասխան ստորագրությունների ուղղությամբ հստակ աշխատանք, առնվազն 2 ստորագրություն եւ փողոցային պայքար։ Այս պահին կա դրա ուղղությամբ աշխատանք, նախաձեռնության մասին հայտարարություն, որպեսզի գործընթացը սկսի, նորից եմ կրկնում, ու երբ սկսի այդ ուղղությամբ, պատրաստ ենք չկրկնվեմ ասեցի։ Մի բան էլ ներողություն ճշտեմ, պարոն Սաղաթելյան, Հայաստան դաշինքի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը իր այս վերջին հարցազրույցում ասել էր, որ պրագմատիկ մարդ է եւ չի մտնի գործընթացի մեջ, որը տանում է, որ ունի 0 հավանականություն իրականացվելու, ակնհայտ խոսելով impeachment-ի մասին։ Եվ նա ասում էր, որ ոչ մի լուրջ տեխնատու չի մտնի այդ ամենի մեջ։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը հնարավոր է կաշկանդում է, որ դուք հենց հիմա էլ միանաք պատիվ ունեմ խմբակցությանը։ Ակնհայտ էր, որ Ռոբերտ Քոչարյանը բոլորովին այլ դիրքորոշում դրա մասին։ Նախ տեսեք, կա իրավիճակի փոփոխություն, կոնկրետ խորհրդարանական ուժ ստանձնել այս process-ը քաղաքական պատասխանատվություն։ 15 օր առաջ դա այդպես չէր եւ առաջադրել է տեխնացու, որը ողջունելի է։
Իսկ խմբակցության կարծիքը եւ քննարկումներին բնականաբար ինչ որ ասում եմ, դա ամբողջ խմբակցության, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է։ Իսկ որոշները, որ փորձում են ինչ-որ տպավորություններ ստեղծել, մեր մոտ կարծիքներ չեն պարտադրվում ի տարբերություն շատ տեղերի, շատ ազատ քննարկում ենք, հարցադրումներ ենք մեջտեղ բերում եւ ընդհանուր գալիս ենք եզրակացության եւ որոշման, սա ամբողջ խմբակցության տեսակ։ Պարոն Սաղաթելյան, դուք սպասում եք, որ իրենք փողոցային պայքար սկսեն միանալ, ինչ չեք քննարկել այն տարբերակը, որ միասին դա նախաձեռնեք, այսինքն միասին փողոց դուրս գաք, ոչ թե սպասեք իրենք սկսեն։ Ես ընդհակառակը ասացի, որ մենք պատրաստ ենք։ Ես կարծում եմ, մեր այս անցած ճանապարհը որևէ մեկին ինչ-որ կասկածի տեղ չենք տվել, նաեւ միշտ նախաձեռնություններ առաջնահերթ ցուցաբերելով։ Մենք ուզեցել ենք հասկանալ ծրագիր ինչ ծրագրով ենք գնում ու մենք ասել ենք նաև որ այս բեռը ձեր վրա չենք թողելու պատրաստ ենք փողոցային պայքարի պայքարել ենք պայքարում ենք եւ պայքարելու ենք այստեղ որևէ բան չկա կարծում Պարոն Սաղաթելյան, ուղղակի ձեզ ներկայացրեցին ես ծրագիրը, օրինակ մեզ համար փակագծեր չեն բացում, ընդհանուր գիտենք։ Իրենց ծրագիրը ձեզ մոտ ծրագրին ծանոթանալով, բանակցելով դրա շուրջ հավանականություն կա, որ այդ գործը կհաջողվի։ Ճիշտ, ես ունեմ իմ կարծիքը դրա հետ կապված եւ իմ գործընկերներին փոխանցել եմ, բայց դա նպատակարար չեմ գտնում հիմա հանրային կերպով ասելու